հիմա լսենք տատերի։ Ինչ կլինի, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության։ Փաշինյանը հայտարարում է, որ եթե հաղթի ընդդիմությունը, ապա պատերազմը կլինի անխուսափելի եւ աղետաբեր։ Բայց նա երբեք չի ասում, թե ինչ կլինի, եթե մնա իշխանության։ Իսկ դա հասկանալու համար ընդհանրապես պետք է նայել փաստերին եւ հայտարարություններին։ Պետք չէ ունենալ հետախուզական տվյալներ կամ հավատալ կոնսպիրոլոգիական տեսություններին։ Փաստերը ինքնին շատ խոսում են։ Եթե քանդենք պետությունը քաղաքական ուժը մնա իշխանության, ՀՀ սահմանադրությունը փորձ են անելու փոխել ըստ Ալիևի պահանջի։ Հայաստանում ձևավորվելու է սահմանադրություն, որի տեքստը թույլատրված է Ադրբեջանից։ Շարունակվելու է նողկալի, վտանգավոր եւ հանրությանը քայքայող հակաեկեղեցական արշավը ստանալով նոր զարգացումներ։ Դա եւս Ադրբեջանի պահանջն է, որը ներառվել է իշխող ուժի նախընտրական ծրագրում։ Շարունակվելու է պայքարը Արցախի թեմայով գիտական, հանրային, հետազոտական եւ այլ բնույթի բոլոր հրապարակումների դեմ։ Դա նաեւ տարածվելու է մշակույթի եւ արվեստի վրա։ Դրվելու է տաբու Արցախի, այնտեղ տեղ ունեցած պատերազմի, էթնիկ զտման եւ այլ հարցերի նկատմամբ։ Սա էլ է Ադրբեջանի պահանջը, որը Փաշինյանը բարձրաձայնել է։ Շարունակվելու է պայքարը հայոց պատմության դեմ, մեր ինքնության, խորհրդանիշների, գաղափարական տարբեր հենասյուների դեմ, առավել մեծ թափ է ստանալու մեզ ու մեր պետությանը գաղափարապես ոչնչացնելու թեզը։ Սա էլ է Ադրբեջանի պահանջը։ Շարունակվելու է հայոց բանակի, մեր կռվի, հերոսության, անձնազոհության արժեզրկումը։ Ձևավորվելու է ամբողջապես գաղափարազուրկ մի իրավիճակ, որտեղ կռիվն ու դիմադրությունը անիմաստ են։ Սա էլ է Ադրբեջանի պահանջը։ Այս ամենից հետո արդեն կսկսվի հատուկ պատրաստություն անցած ադրբեջանցիների մուտքը Հայաստան, պատերազմի սպառնալիքի ու խաղաղության դարաշրջանի մուտիտների անվան տակ։ Հայաստանում ստեղծվելու է անկայուն պայթունավտանգ իրավիճակ։ Այն, որ Փաշինյանը եւ նրա մյուս թիմակիցները ակտիվորեն լեգիտիմացնում են արևմտյան Ադրբեջան զարթողական հայեցակարգը, այս կետի իրագործման լավագույն ապացույցն է։ Սա արդեն Ադրբեջանի նպատակն է, որին նա հասնում է իր պահանջների իրագործման արդյունքում։ Այսպիսով, գաղափարազուրկ թուլացած դիմադրողականությունից զրկված հայ հանրության մեծ մասը ուղղակի հավաքում է ճամփորդները ու իր երկիրը խաղաղ ու հանգիստ իջում է Ալիևին։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու դեպքում Հայաստանը դադարելու է լինել ազգային պետություն։ Այն վերածվելու է ադրբեջանական կանոններով ապրող եւ Ալիևի կամքին ենթարկվող տարածքի։ Եվ սա ցավոք չափազանցություն չէ։ Եթե չենք ուզում սա տեղի ունենա, հունիսի 7-ին պետք է գնալ ընտրության եւ ոչ ասել Ալիևի թեկնածու Նիկոլ Փաշինյանի։ Ինչ կլինի։ Ես ավելացնեմ իմ կողմից Նաթևիկի ցուցակին, որ այն որ իրենք որոշել են, որ կաթողիկոս պետք է փոխեն արդեն ըստ իրենց սահմանադրության, դա բերելու է կորսանալ հետևանքների հայ եկեղեցու եւ Սփյուռքի մասով։ Դա հրամայված է Էրդողանի կողմից։ Ես հիշեցնեմ Էրդողանի կոնցեպցիան, ինչ էր ասում ինքը, որ հայկական պետականությունը կարելի է ասել արդեն ոչնչացված է։ Միակ իմիտացիան, որ հայ ժողովուրդը ունի, թե դա ինքը պետականություն ունի, դա տալիս է եկեղեցին եւ Սփյուռքը։ Հետևաբար պետք է քանդել եկեղեցին եւ Սփյուռքը։ Ինչպես քանդել եկեղեցին։ Որոշել, որ դու իրավունք ունես նշանակել քո կաթողիկոսը։ Մի պահ պատկերացնենք Փաշինյան Նիկոլը կարողանում է հաջողացնի նշանակել իր կաթողիկոսին։ Ասենք Կճոյանն է Բենտլին կամ մի ուրիշ ազգադար, հա։ Ինչ է լինում եկեղեցում։ Բնականաբար մի որոշ մաս չի ընդունում նոր կաթողիկոսին եւ մնում է 5 կաթողիկոսի հետ։ Ժամանակի ընթացքում այս բաժանումը հասնում է անպայման միջև թեմեր, միջև Սփյուռք։ Նույն պատերազմը սկսում է այնտեղ։ Եվ արդյունքում ինչ ենք ունենում ավելի մասնատված եկեղեցի, ավելի մասնատված Սփյուռք եւ ընդհանրապես մենքի գիտակցությունը հայկական իրականության մեջ մոտենում է զրոյի։ Սա այն է ինչ որ պետք է Էրդողանին, որովհետեւ եթե չկա հայկական մենքի գիտակցությունը, նշանակում է այլևս չի կարող գեներանալ եւ դառնալ պահանջ հայկական հարցը։ Հայկական հարց։ Սա պետականության, Թուրքիայի պետականության տակ դրված ատոմային ռումբը, որը Փաշինյանի ձեռքով ուզում են ընդհանրապես հանել եւ օգտագործել հայերիս դեմ, որովհետեւ հանել պահանջատիրությունը նշանակում է թույլ տալ, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրենց պահանջները ներկայացնեն մեզ, իսկ դրանք արդեն սկսել են։ Արդեն մեզ մեղադրում են թուրք բնակչությանը տեղահանելու, ցեղասպանելու մեջ այս Թուրքիայի տարածքում։ Սա ենք ունենալու, եթե մենք թողենք Նիկոլ Փաշինյանին իշխանությանը։ Իսկ այն մարդ, որ ասում է, ես այնքան եմ ատում, որ ես պատրաստ եմ Փաշինյան Նիկոլ ընտրել։ Ես չգիտեմ սանձավին ինչ ասել իրաց։